Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ազգային ժողովը հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների սերտ գործակցությունը։ Ընդգծվել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են, որոնց հիմքում դրված են անվտանգության հետ կապված հարցերը։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է, ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը։ Դրա ապացույցներից մեկն էլ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն են։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությունը 6-օրյա այցով Հայաստանում են։ Պաշտոնական հանդիպումների շարքը մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովից։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ։ Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը։ Խորհրդարանների միջև նույնպես շատ բարձր փոխհարաբերություններ կան եւ արդից օգտվելու ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դվինաս ձեր բարեկամական խմբին համապարփակ Հայաստանին աջակցելու եւ բազմաբնույթ հարցերում ձեր օժանդակությունը ցուցաբերելու համար մենք դա գնահատում ենք եւ դա շատ տեսանելի է։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ազգային ժողովի падգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը, կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին, այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը։ Շատ երջանիկ ենք, որ կրկին Հայաստանում ենք։ Ֆրանսիայի ու Հայաստանի խորհրդարանի միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ 2 տարի առաջ, երբ այցելեցինք Հայաստան, մթնոլորտը շատ ծանր էր։ Այս տարի այն տարբերվում է։ Կա անդոր։ Հայ падգամավորները հյուրերին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրագործումը, ինչը կնպաստի Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով Ժիլբեր Լյուկ Դվինասը ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը և քայլերը ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայաստան կատարած այցի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ և քննարկել համագործակցության տարբեր ուղղություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին և պատրաստակամ է շարունակել ու խորացնել գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Սակայն հատկապես կուզենայի առանձնացնել կրթության ոլորտը։ Հայ երեխաները դեռ մանկապարտեզից սկսում են սովորել ֆրանսերեն, և սա անկասկած կարևոր հիմք է մեր երկրների միջև բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս օրերի ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի տարբեր մարզեր և տեղում համոզվել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերում։
Հայաստանի կառավարությունն էլ հերթական նիստում անդրադարձել է երկրի զարգացման մի քանի առանցքային ուղղությունների, խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման գործընթացից մինչև 2029 թվականի երիտասարդական ֆուտբոլի առաջնության նախապատրաստական աշխատանքներ, համայնքային ենթակառուցվածքների զարգացում եւ զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նոր մեխանիզմներ։ Քննարկումների առանցքում ինչպես արտաքին քաղաքական նախաձեռնություններն էին, այնպես էլ քաղաքացիների կենցաղին առնչվող ծրագրերը։ Կառավարությունը հավանություն տվեց խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման գործընթացի վերաբերյալ օրենքի նախագծին եւ այն ուղարկեց Հայաստանի սահմանադրական դատարան սահմանադրականության գնահատման։ Փաստաթուղթը, որը Հայաստանը ստորագրել է, նախատեսում է երկրի մասնակցությունը միջազգային կազմակերպությանը, որի նպատակն է հակամարտություններից տուժած տարածաշրջաններում կայունության խթանումը։ Նիստում անդրադարձ կատարվեց նաեւ սպորտային խոշոր իրադարձությանը։ Հայաստանը Վրաստանի հետ միասին կընդունի մինչև 20 տարեկանների 2029 թվականի ֆուտբոլի առաջնությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև նախապես որոշակի մտահոգություններ կային, սակայն այժմ վստահ են, որ մինչև առաջնության մեկնարկը անհրաժեշտ ենթակառուցվածքները, ներառյալ մարզադաշտերը պատրաստ կլինեն։ Կարծում եմ պետք է նախ աշխատանքային խումբ կազմ կոմիտե ձևավորենք այս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ նաեւ իհարկե երկու երկրների, ես չգիտեմ, պետքա քննարկել վրաց գործընկերների հետ համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտ եւ FIFA-ի մեր գործընկերների հետ պետք քննարկել համատեղ կազմ կոմիտեի անհրաժեշտություն կա թե ոչ, բայց այնուամենայնիվ որ որոշակի կոորդինացիա պետք է աշխատանքների, այդ ակնհայտ է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տվյալներով Հայաստանում կանցկացվի 30 հանդիպում, իսկ երկիր կայցելի ավելի քան 100,000 երկրպագում։ Խաղերը նախատեսվում են Երևանում, Վանաձորում եւ Իջևանում։ Մենք մասնավորապես հիմա գտնվում ենք Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի UEFA-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, ընդունելով վազագույնը 10,000, հիմա մինչև 12,000 հանդիսատես ընդունելու հնարավորություն ենք ունենալու վերակառուցման արդյունքում, եւ մենք նախորդ տարի նաեւ որոշում ենք կայացրել Իջևանում նոր ստադիոնի կառուցման մասով, որը նույնպես կլինի UEFA-ի 4-րդ դասի ստադիոն, եւ արդեն իսկ հողի հետ կապված աշխատանքները մարզպետարանի հետ միասին ավարտել ենք եւ ունենք նաեւ ստադիոնի կառուցման առաջարկը, որը առաջիկայում կբերեն կառավարության քննարկմանը։ Մշակութային կյանքի շրջանակում հայտարարվեց, որ այս տարվա հուլիսին Ճամբարակում կանցկացվի ֆեստիվալ երաժշտական փառատոնը, շարունակելով արդեն ավանդույթ դարձած նախաձեռնությունը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ ներկայացրեց 1 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորման նախագիծը, որով կիրականացվեն 14 համայնքների 20 ծրագրեր։ Դրանք ընդգրկում են ճանապարհաշինություն, ջրամատակարարման համակարգերի բարելավում, գազաֆիկացում, լուսավորության ցանցերի կառուցում եւ այլ կարևոր աշխատանքներ։ Վարչապետն ընդգծեց նաեւ ՀԴՄ կտրոնները պահանջելու կարևորությունը, նշելով, որ հարկային կարգապահությունը թույլ է տալիս իրականացնել նման ծրագրեր։ Պետականակենտրոն տրամաբանությունը, որ մենք աշխատում ենք, արդյունք ենք ձևավորում, հարկերի եւ բանի ՀԴՄ-ների ձևով մեր մասնաբաժինը դնում ենք մեր պետության զարգացման գործում եւ մեր պետությունը զարգանում է։ Նիստում քննարկվեց նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։ Նոր նախագծով առաջարկվում է անցում կատարել հիփոթեկային վարկավորման մեխանիզմի, ինչը հնարավորություն կտա արագացնելու բնակարանային խնդիրների լուծումը, հաշվի առնելով, որ ներկայում շահառուները երբեմն սպասում են ավելի քան 15 տարի։ Նախատեսվում է նաեւ գույքի օտարման 10 տարվա սահմանափակում։ Նախատեսվում է ծրագիրը իրականացնել մի ֆինանսական աջակցության գործիքի միջոցով, որը կոչվում է հիպոթեկային վարկավորման գործիք։ Սա ենթադրում է, որ ֆինանսավորման 90%-ը կհատկացնի կառավարությունը բանկերի միջոցով, իսկ 10%-ը պաշտպանության նախարարության տարեկան ֆինանսավորման միջոցով։ Այն կենթադրի 4 տարվա ընթացքում, այն է 2027 թվականին 735 շահառուների բնակարան հատկացնելու ծրագիր, 2028 թվականին 812 շահառուների, 2029 թվականին 719 եւ 4-րդ փուլում 2030 թվականին թվով 584 շահառուների։ Սրանք մարդիկ են, որոնց հիմա ներկայացնեմ, որ կատեգորիաներին է վերաբերում, Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշմարման ընդգրկված պայմանագրային զինծառայողների եւ քաղծառայողների, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված մահացած զինծառայողների
ընտանիքի անդամներին։ Կառավարության ղեկավարը նիստում անդրադարձավ նաև երկրի ընդհանուր զարգացման պատկերին, նշելով, որ Հայաստանը ծաղկում է, սակայն միաժամանակ կան չլուծված խնդիրներ։ Նա ընդգծեց կրթության կարևորությունը, քննադատելով քրեական ենթամշակույթի ազդեցությունը երիտասարդների վրա եւ շեշտեց, որ առաջիկա տարիներին ջրային ենթակառուցվածքների զարգացումը կլինի առաջնահերթ ուղղություններից մեկը։ Խաղաղության խաչմերուկը ոչ թե քաղաքական հակակշիռ է, այլ Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի տեսլական։ Այս մասին կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծի ենթակառուցվածքային, տնտեսական եւ տարածաշրջանային նշանակությանը, նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարներին։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը չի ստեղծվել որպես որևէ քաղաքական խոսույթի հակակշիռ, այլ որպես Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործնական տեսլական։ Այս մասին տարածաշրջանային զարգացումները եւ խաղաղության խաչմերուկ նախագծի հեռանկարները խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նրա խոսքով սկզբնական շրջանում նախագիծը տարբեր շրջանակներում գնահատվել է թերահավատությամբ, սակայն այն ոչ թե քարոզչական նարատիվ էր, այլ տարածաշրջանային կապակցության, տնտեսական զարգացման եւ շահերի խաղաղ համակեցության գաղափար։ Եղոյանը նշել է, որ խաղաղության խաչմերուկը գործնական արտահայտություն է ստանում նաեւ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով։ Սյունիքում դիցուկ հյուսիս-հարավ հատվածի Ագարակ Քաջարյան հատվածում հենց հիմա գնում է շինարարություն եւ այն իրականացնում է իրանական ընկերությունը, մի քիչ վերև ուրեմն եվրոպական ներդրումային բանկի եւ եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի երկու վարկային պորտֆելներով պետք է շարունակվի մյուս հատվածը, այսինքն իրանական ընկերություն, եվրոպական բանկի ֆինանսավորում, քիչ ներքև արդեն Արաքսի հովտում գիտեք որ լինելու է թրիփը, իսկ քիչ ավելի վերև Բարգուշատի թունելի հետ կապված հիմա որոշակի բանակցություններ են ընթանում ֆրանսիական կողմի հետ։ Անդրադառնալով տարածաշրջանային ճանապարհների մրցակցությանը Եղոյանը նշել է, որ Հայաստանը պետք է արագ արդիականացնի իր երթուղային եւ ավտոճանապարհային ենթակառուցվածքները, որպիսի բիզնեսի համար հայկական երթուղին լինի ավելի կարճ, արագ եւ արդյունավետ։ Եղոյանը խոսել է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարների մասին։ Նա նշել է, որ պաշտոնական ժամկետներ այս պահին ներկայացնել չի կարող, սակայն գործընթացում կան դրական ազդակներ։ Նրա խոսքով Հայաստանը պետք է շարունակի անել այն, ինչ բխում է իր շահերից, անկախ նրանից, թե գործընթացներն ինչ արագությամբ են առաջ գնում։ Բաց սահմանը փակ սահմանից լավ է։ Միանշանակ, ոչ թե անվերահսկելի սահման, այլ բաց սահմանը։ Աշխարհում բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց սահմանները լինեն բաց։ Եվ հակառակը, որևէ պետության պատժելու համար, այդ պետության սահմանը փակում է իր հարևանը, բլոկադայի են ենթարկում, էմբարգո են դնում, որ դա պատժամիջոցներ են։ Այնպես որ ես զարմանում եմ, որ հաճախ ասում են դե լավ է, էլի, որ sense փակա լավ է։ Ոնց կարող է փակ սահմանը լավ, բայց թե լավ է։ Ինչի ենք 94-95 թվականից բանակցում որ բացվի այդ սահմանը։ Դա պատիժ է, դա սանկցիա է Հայաստանի դեմ։ Ոնց կարող է սանկցիան, ոնց կարող է պատժամիջոցը լինի լավ։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության խաչմերուկը Հայաստանի տնտեսության համար կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը կարող է փոխել տնտեսության կառուցվածքը, նվազեցնել լոգիստիկ ծախսերը եւ բարձրացնել հայկական բիզնեսի մրցակցությունը։ Այս ծրագիրը բերելու է լոգիստիկ լուրջ հնարավորությունների եւ հնարավորինս էժանացնելու է նաեւ լոգիստիկ ծախսերը, որը վերաբերում է մրցակցային ռեալ հնարավորություններ եւ Հայաստանում գործող բիզնեսի եւ ներդրումների համար։ Զաքարյանի խոսքով նախարարությունում արդեն զգում են ծրագրի ներդրումային ազդեցությունը։ Քննարկման փուլում են նաև էներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտների ծրագրերը, իսկ ենթակառուցվածքների բացումը ըստ նրա կարող է աշխուժացնել նաև մարզային տնտեսությունը, ստեղծելով աշխատատեղեր եւ խթանելով սպասարկվող բիզնեսների զարգացումը։ Քննարկման մասնակիցները կարևորել են տարածաշրջանային կապակցության զարգացումը, ընդգծելով, որ խաղաղության խաչմերուկը Հայաստանի համար դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլև որպես տնտեսական աճի, ներդրումների ներգրավման եւ տարածաշրջանային գործակցության առանցքային ուղղություն։
Հայաստանը բանակցում է հնդկական արտադրության մարտավարական հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ, հայտնել է հնդկական The New India Express պարբերականը։ Ըստ աղբյուրի Երևանը ձգտում է ձեռք բերել հնդկական երկիր-երկիր դասի քվազի բալիստիկ Pralay համակարգերը Ադրբեջանի հեռահար հարվածային հնարավորություններին, այդ թվում իսրայելական լորա հրթիռներին հակազդելու համար։ Բացի այդ, հայ-հնդկական բանակցությունների օրակարգում է եղել Astra MK1 օդ դասի հրթիռների գնումը եւ հայկական Su-30 SM կործանիչների հնդկական տեխնոլոգիաներով արդիականացումը, նշել է հնդկական աղբյուրը։ Օրերս էլ պաշտոնական այցով Հնդկաստանում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը կարևոր հանդիպումներ է ունեցել այդ երկրի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան այրերի հետ։ Հանդիպումների առանցքում են եղել Հայաստանի Su-30 կործանիչների արդիականացման, հակալթային պաշտպանության եւ նոր սպառազինությունների ձեռքբերման հարցերը։ Հնդկական մամուլի հաղորդմամբ Երևանն ու Դելին քննարկում են ոչ միայն Pralay մարտավարական հրթիռների Հայաստան մատակարարման, այլև ռազմական տեխնիկայի համատեղ մշակման եւ տեղական արտադրության ձևաչափերը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանում երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար ավիացիայի գլխավոր մարշալ Ամարպրինց Սինգհի հետ օրերս կայացած հանդիպմանը քննարկել է Հայաստանի Su-30 կործանիչների պարկի արդիականացման հարցը։ Այս մասին գրում է The New Indian Express-ը, նշելով, որ բանակցությունների առանցքում եղել են նաև հակաօդային պաշտպանության, կործանիչների մարտունակության բարձրացման եւ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունները։ Էդվարդ Ասրյանի եւ Ամարպրիտ Սինգհի առանձին բանակցությունները կենտրոնացած էին շերտավոր օդային պաշտպանության ճարտարապետության, կործանիչների կարողությունների բարելավման եւ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների սպառնալիքներից պաշտպանության վրա։ Քննարկվել են նաեւ զինված ուժերի արդիականացման ավելի լայն պահանջներ, ընդ որում Հայաստանը քննարկում է Հնդկաստանի Astra MK1 տեսողական հեռավորությունից դուրս օդ դասի հրթիռը եւ Su-30 CM ինքնաթիռի հնարավոր արդիականացումները։ Հնդկական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կողմերի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակությունը։ Ըստ պարբերականի Հնդկաստանն ու Հայաստանն այս շաբաթ եւս մեկ քայլ են կատարել, խորացնելով երկու երկրների միջև պաշտպանական հարաբերությունները։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր մակարդակի բանակցություններ է վարել Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ, այդ թվում պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի, պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Հնդկաստանի ինտեգրված պաշտպանության շտաբի հայտարարության համաձայն կողմերն ուսումնասիրել են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների հնարավորությունները։ Հնդկական պարբերականը սա գնահատում է որպես անցում ավանդական գնորդ վաճառող մոդելից դեպի համատեղ մշակման, տեղական արտադրության եւ ավելի խորը ռազմարդյունաբերական գործընկերության ձևաչափ։ Հայաստանն ըստ հնդկական մամուլի ուսումնասիրում է հնդկական ծագման պաշտպանական համակարգերը երկրի ներսում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակներ, որպես ավելի լայն ռազմարդյունաբերական արդիականացման մաս։ Երկու կողմերն ուսումնասիրել են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների հնարավորությունները։ Սա նշանավորում է ավանդական գնորդ վաճառող մոդելից անցում դեպի համատեղ մշակման եւ տեղական արտադրության գործընկերություններ։ Պարբերականի տեղեկություններով Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել հնդկական Pralay տեսակի մարտավարական մակերես կիսաբալիստիկ հրթիռային համակարգեր, որոնք կուժեղացնեն Ադրբեջանի հեռահար ճշգրիտ հարվածային հնարավորությունների, այդ թվում իսրայելական ծագում ունեցող լորա հրթիռների դեմ զսպման կարողությունները։ Եթե համաձայնագիրը վերջնականապես հաստատվի, այն կնշանակի երկկողմ պաշտպանական կապերի ընդլայնում, գործող հրետանային, օդային պաշտպանության եւ հսկողության գործակցությունից մինչեւ ռազմավարական հարվածային ոլորտ եւ կդասվի Հնդկաստանի բարձրակարգ հրթիռների արտահանման ամենակարևոր առաջընթացներից մեկի շարքին։ Վերջին տարիներին Հայաստան-հնդկական ռազմական գործակցությունը զգալիորեն ակտիվացել է։ Հնդկական մամուլի գնահատմամբ Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական համակարգերի խոշորագույն օտարերկրյա գնորդներից մեկը, իսկ պայմանագիրների ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1.5 միլիարդ դոլար։ Ակնկալվում է, որ այդ ծավալը կարող է շարունակել աճել, քանի որ կողմերի միջև ընթանում են բանակցություններ լրացուցիչ պատվերների վերաբերյալ։ Հայաստանը Հնդկաստանից մինչև այս ձեռք է բերել տարբեր սպառազինության համակարգեր, այդ թվում պինակը համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, ակաշ հակաօդային պաշտպանության համակարգեր, Սվաթի զենքի տեղորոշման ռադարներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական համակարգեր, հրթիռներ, զինամթերքներ եւ օժանդակ սարքավորումներ։ Հնդկական մամուլը հիշեցնում է նաև, որ Էդվարդ Ասրյանի այցը հաջորդել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի այս տարվա փետրվարին Հայաստան կատարած այցին։
Շարունակում ենք թողարկումը։ Տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվող պնդումները, թե իբր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քննարկում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման հարցը, չեն համապատասխանում իրականությանը։ Ապա տեղեկության աղբյուրը Ռուսաստանաբնակ մեդիա գործիչ Արամ Գաբրելյանովն է, որը առաջինն էր այդ մասին գրառում կատարել։ Ապա տեղեկությունը հերքել է նաև վարչապետ Փաշինյանը։ Վերջին օրերին հայաստանյան տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում է մի թեզ, ըստ որի իբրև քննարկվում է Հայաստանում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիր։ Ավելին, Հայաստանի ընդդիմությունը նույնիսկ հայտարարում է, թե իբրև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը, որը գլխավորում է սահմանազատման հանձնաժողովը, Հայաստան էր այցելել այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Այդ պնդումները լայն տարածում գտան հատկապես Ռուսաստանաբնակ մեդիա գործիչ Արամ Գաբրիելյանովի հայտարարություններից հետո, որը նշել էր, թե նման տեղեկություն ստացել է Ռուսաստանի հատուկ ծառայություններից։ Նշված անձնավորությունը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ պարբերաբար վիրավորական արտահայտություններով համեմված կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի իշխանության հասցեին։ Արամ Գաբրիելյանովի վերջին հայտարարությանն անդրադարձել է արցախցի քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը։ Նա Facebook-յան իր էջում գրել է. Արամ Գաբրիելյանովը ասում է, որ Հայաստանում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցնելու պայմանագրի մասին իրեն ասել են Ռուսաստանի հատուկ ծառայություններից։ Եթե այդպես է, ուրեմն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը եւ արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ ծրագրավորողներն են։ Եթե Գաբրիելյանովը ստում է, ապա Ռուսաստանի պետական մարմինները նրան պետք է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին վնասելու համար պատասխանատվության ենթարկեն։ Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Հայաստանի ընդդիմության կողմից Մուստաֆայևի այցի վերաբերյալ շրջանառվող ապատեղեկությանը։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին անվանում է զոմբի կամ ժեղ։ Ենթադրվում է, որ նա պետք է հենվի բարձր գիտակից, կիրթ եւ էրուդիտ խավերի աջակցության վրա, բայց Ադրբեջանի փոխվարչապետի Երևան այցի շուրջ ընդդիմության ոչ միայն պրիմիտիվ, այլև գռեհիկ քարոզչությունը վկայում է, որ հենց ինքն է պլեպսի համակրանքը շահելու խաղադրույք դրել, որևէ իրեն հարգող քաղաքացի չի քվեարկի այն ուժի եւ վարչապետի թեկնածուի օգտին, որը սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը մատուցում է որպես Հայաստանում 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման պայմանագրի ստորագրում։ Իդեպ Գաբրիելյանովից ոգեշնչված նրան երկրորդել է նաև վերջերս հայաստանյան քաղաքական դաշտ մուտք գործած գործարար Սամվել Կարապետյանը։ Նա ևս նշել է, թե իբրև Փաշինյանը պատրաստվում է Հայաստան բերել 300,000 ադրբեջանցիների։ Կարապետյանը սակայն այսքանով չի բավարարվել եւ Կիկոսի մահը հեքիաթի տրամաբանությամբ խոսել արդեն դրա հնարավոր հետևանքների մասին։ Նա նշել է, որ դա կնշանակի բանակում ունենալ 10,000 ադրբեջանցի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմային, հստակ հայտարարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նման հարց երբեք չի քննարկվել եւ չի քննարկվում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաեւ Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են եւ նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կա մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում։ Հայաստանյան ընդդիմությունն այնպիսի աղմուկ է բարձրացրել իր իսկ կողմից շրջանառության մեջ դրած կեղծ լուրերի հետ կապված, որ նույնիսկ ադրբեջանական լրատվամիջոցներն են սկսել հերքել դրանք, նշելով, որ նման զգայուն թեմաները չեն կարող քննարկվել առանց բարձր մակարդակի պաշտոնական հայտարարությունների եւ միջազգային միջնորդների ներգրավման։ Մինչև այժմ ոչ Երևանը, ոչ Բաքուն նման նախաձեռնության մասին չեն հայտարարել։
Փորձագետների գնահատմամբ նման տեղեկատվական արտահոսքերը հաճախ օգտագործվում են հասարակական կարծիքը ստուգելու կամ բանակցային գործընթացի վրա ազդելու նպատակով։ Հիշեցնենք, որ ներկայում Երևանի եւ Բաքվի միջև բանակցությունները կենտրոնացած են խաղաղության հաստատման, սահմանազատման, հաղորդակցությունների բացման եւ հումանիտար հարցերի վրա։ Աշխատանքի միջազգային օրվա շրջանակում կայացել է պանելային քննարկում աշխատանքն ու աշխատողն այսօր մարտահրավերներն ու առաջնահերթությունները թեմայով։ Միջոցառումը համախմբել էր պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների ներկայացուցիչներին, նպատակ ունենալով բարձրաձայնել աշխատաշուկայի արդի խնդիրները եւ քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները։ Պետական կառույցների հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հավաքվել են քննարկելու աշխատանքն ու աշխատողն այսօր մարտահրավերներն ու առաջնահերթությունները։ Նպատակն է վերհանել աշխատաշուկայի արդի խնդիրները, քննարկել սոցիալական պաշտպանության մեխանիզմներն ու նախանշել զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ընդգծեց, որ աշխատողների իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր, հատկապես արագ փոփոխվող տնտեսական պայմաններում։ Մեզ համար շարունակում է մտահոգիչ լինել նաև ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը։ Երբ մարդն աշխատում է առանց պատշաճ գրանցման, նա զրկվում է բազմաթիվ իրավունքներից, սոցիալական երաշխիքներից, կենսաթոշակային ապահովությունից, հիվանդության կամ դժբախտ պատահարների դեպքում պաշտպանվածությունից։ Սա խնդիր է ոչ միայն աշխատողի, այլ նաև պետության եւ հատկապես տնտեսության համար։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն էլ ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ուղղված զբաղվածության խթանմանը եւ սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։ Չի եղել հանդիպում, որին ես մասնակցեմ որպես պաշտոնյա եւ ինձ չմոտենան աշխատակիցներ, որոնք այդ պահին ունեն աշխատանքային պայմանագիր, որտեղ չի արտացոլվում իրենց պարտականությունները, աշխատավարձը ամբողջությամբ կամ աշխատանքային ժամերը այլ են գրված։ Եվ ես հարցերը միշտ ստանում եմ քաղաքացիներից նմանատիպ հարցեր բոլոր հանդիպումներին։ Ու հասկանում եմ, որ իրականում մենք ունենք այս խնդիրը, սա հատուկ են դեպքեր չեն, շատ դեպքերում աշխատանքային պայմանագիր արկա չէ, բայց կան աշխատանքային հարաբերություններ ծառայության պայմանագրի շրջանակներում կամ աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով է, բայց պիտի լիներ անորոշ ժամկետով։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանն էլ խոսեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, շեշտելով, որ աշխատաշուկայի կարգավորումները պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին։ Շատ կարևոր է նաեւ այն փոփոխությունները, որոնք վերաբերում են հակախտրականությանը, արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելուն, որովհետև մեր օրենսդրությունում դրանք լրջագույն բացթողումներ էին, որոնք չկային, եւ մենք պրակտիկայում գիտենք, որ գործատունները չունենալով անգամ ներքին կարգապահական կանոններ կամ կոլեկտիվ պայմանագրեր, շատ ավելի որպես աշխատատեղ ապահովող մարդիկ գործատուները երբեմն աշխատողների վրա դնում են պարտականություններ, որոնք չէին բխում ուղիղ իրենց աշխատանքային պայմանագրերից, այսինքն աշխատողը կարող էր ունենալ աշխատանքային պայմանագիր մի հաստիքի համար, բայց կատարել օրինակ տարբեր պարտականություններ եւ չունենալ պաշտպանության միջոց, որովհետեւ օրինակ կազմակերպությունում չկան արմիություններ կամ արմիությունները չունեն բավականաչափ իրավական լծակներ։ Մենք հիմա ունենք փոփոխությունների մի նախագիծ արմիությունների մասին օրենքում, որի հենց նպատակն է աշխատողների ներկայացուցչական մարմնին հզորացնել այնքան, որ կարողանա գործատուի որոշումների համար լինել հակակշիռ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ անդրադարձավ աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրներին, կարևորելով վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Մեր հիմնական ահազանգերը հենց վերաբերում են անվտանգ եւ առողջ ու արժանապատիվ աշխատանքային միջավայրի հետ կապված խնդիրներին, գործադուլի իրավունքի հետ կապված հարցերն ենք հատկապես մեծ իրադարձությունների պարագայում հասցեավորում, որովհետեւ բարբերաբար նաեւ դիմում բողոքներ ենք հարցերի հետ կապված ունենում, հավասար աշխատանքային միջավայրի հետ կապված տարատեսակ հարցեր ենք ստանում դիմումների եւ բողոքների տեսքով, օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման հետ կապված տարատեսակ հարցեր, որովհետեւ Հայաստանում սա շատ
շատ լուրջ խնդիր է շարունակում մնալ։ Հաշմանդամություն ունեցող անձինք ըստ էության չասեմ, որ ընդհանրապես դուրս են մնացել աշխատանքային միջավայրից, բայց գրեթե չկան հնարավորություններ նրանց զբաղվածությունը երաշխավորելու, նրանց համար միջավայրը նաև ներառական ու մատչելի չէ։ Շատ կարևոր է կանանց զբաղվածության ուղղությամբ շատ ավելի համակարգային եւ թիրախային քայլերի իրականացումը, որովհետեւ դարձյալ չնայած շատ մեծ են եղել փոփոխությունները այս ոլորտում, բայց դեռևս շարունակում են մեծ մնալ նաև խնդիրները ոլորտային հարցերի հետ կապված, եւ մենք պարբերաբար նաև դիմում բողոքներ ենք ստանում, օրինակ սահմանվածից ավել աշխատաժամանակով աշխատելու եւ լրացուցիչ չբարձրատրվելու կամ օրինակ աշխատավարձերի, արձակուրդային վճարների ուշացումների եւ այլ հարցերի հետ կապված։ Մանախոսները համակարծիք էին, որ աշխատաշուկայի զարգացումը պահանջում է համատեղ եւ համակարգված աշխատանք, պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների միջև։ Միջոցառումը եւս մեկ անգամ ընդգծեց, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունը եւ արժանապատիվ աշխատանքի ապահովումը շարունակում են օրակարգում մնալ առաջնային։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոնիսյանը օրերս տեղեկացրել էր, որ անկախ դիտորդ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել Իմ քայլը հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ։ Ուստի դիմել են վարչական դատարան, վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Վերջինս այս առնչությամբ հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարել է պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել Իոնիսյանի եւ անկախ դիտորդ դաշինքի դեմ Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասները հատուցելու պահանջով։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս էր հրավիրել անկախ դիտորդ դաշինքի կողմից ապրիլի 22-ին հիմնադրամի դեմ վարչական դատարան ներկայացված հայցադիմումի հետ կապված։ Ասուլիսի մեկնարկին Աննա Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե անկախ դիտորդ դաշինքի էջից եւ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ կազմակերպությունը ապրիլի 22-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել Իմ քայլի հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով հայցվոր կողմը քարոզչության ուղղակի փաստեր չի հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարը ասոցացրել են իշխող ուժի հետ։ Հակոբյանն ընդգծեց, որ խախտվել են իր սահմանադրական իրավունքի մի շարք կետեր, որի համար փաստաբանական թիմին խնդրել է դիտարկել Դանիել Իոնիսյանի եւ անկախ դիտորդ դաշինքի դեմ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։ Աննա Հակոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ իր անձի կամ հիմնադրամի անվանումով պայմանավորված ոմանց մոտ ասոցացում է առաջացել իշխող ուժի հետ։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող թիմ ընտրությունների ժամանակաշրջանում հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը եւ այդ ընթացքում Իմ քայլի հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը։ Ես այս փաստը եւս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Հակոբյանը հիշեցրեց նախագահի այն հրամանագիրը, որով արգելվում է հիմնադրամներին նախընտրական քարոզչության շրջանում բարեգործական ծրագրեր իրականացնել, բայց միաժամանակ նշեց, որ հիմնադրամի ղեկավար կազմում եւ հոգաբարձուների խորհրդում չկան անձինք, որոնք ասոցացվում են ընտրությունների հետ կամ թեկնածու են, հետեւաբար ընտրական օրենսգիրքը չի խախտվել, այնուհետև բանախոս հեղում կատարեց ընտրական օրենսգրքին։ Նշված պարզաբանումները Իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկը։ Ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքները ճշտեք մարդկանց համար ասոցացվում են, թե ոչ։ Աննա Հակոբյանը հերքեց լրագրողի այն դիտարկումը, թե կրթվել է նորաձև շարժումը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Նա նշեց, որ այն հասարակական շարժում է, ապա հավելեց. Կրթվելը նորաձև շարժումը մինչև այսօր գոյություն ունի։ Կրթվելը նորաձև շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձև շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել։ Ասուլիսի ընթացքում Աննա Հակոբյանը ներկաներին եւ առհասարակ բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որը ենթադրում է երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։ Այլ թեմաներ։
Մատենադարանում մեկնարկել է հիշողության կերպարանքները ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Այն համախմբել է ոլորտի մասնագետներին քննարկելու մշակութային ժառանգության պահպանման ժամանակակից մարտահրավերներն ու լուծումները։ Մատենադարանում մեկնարկեց հիշողության կերպարանքները ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով 15-րդ միջազգային հոբելյանական սեմինարը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծեց ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանության կարևորությունը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով նման հոբելյանական սեմինարները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու նորարարական լուծումներ, այլև ստեղծում են գործակցության հարթակ տարբեր երկրների մասնագետների միջև։ Մատենադարանը նախաձեռնել է գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության զարգացման մասին հիշողության կերպարանքները միջազգային սեմինարի հռչակագիր, որը ձեր դատին կներկայացնենք վաղը, հավատալով, որ հռչակագրում արտացոլված մասնագիտական, էթիկական ու քաղաքացիական ուղերձները համահունչ կլինեն ձեր և ձեր կառույցների մասնագիտական ու էթիկական դիրքորոշումներին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորեց պետական աջակցությունը մշակութային ժառանգության պահպանման գործում և նշեց, որ ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակի պահանջ է։ Մենք կարիք ունենք մեր սեփական պատմությունները ավելի հանգամանալից եւ ավելի բազմաշերտ ճանաչելու։ Ու դրա ուղիղ հնարավորությունը մեզ ընձեռում է գրավոր ժառանգության ուսումնասիրությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում այդ գրավոր ժառանգության ուսումնասիրությունն ու հասանելիությունը ապահովել թվային միջավայրերում, ինչը նաև դրանց հանրային հիշողության մաս դարձնելու եւ դրանց հանրային առնչվածության մեծացման նոր հնարավորություն է ընձեռում։ Ժաննա Անդրեասյանը միջոցառման շրջանակներում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանի երկարամյա մասնագետ Թամարա Օհանյանին։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսն էլ իր հերթին ընդգծեց միջազգային գործակցության դերը մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման գործընթացում։ Գիտությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ միֆերն ավարտվում են։ Եվրամիությունն իսկապես հպարտ է աջակցել իր հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելու Հայաստանի ջանքերին։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն պահպանում են անցյալի արժեքները, այլև կարևոր հիմք են ստեղծում գիտական հետազոտությունների եւ ապագա սերունդների կրթության համար։ Մենք վստահ ենք, որ միջազգային գործակցությունն այս ոլորտում շարունակաբար կզարգանա եւ նոր հնարավորություններ կբացի մշակույթի պահպանության ուղղությամբ։ Սեմինարը, որը միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին, նպատակ ունի ներկայացնելու ձեռագրերի եւ տպագիր նյութերի պահպանման ու վերականգնման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Այն հանդիսանում է կարևոր հարթակ փորձի փոխանակման, գիտական քննարկումների եւ նոր գործակցությունների ձևավորման համար։ Ի դեպ, Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում Մատենադարանում տեղի ունեցավ նաեւ հատուկ նամականիշի թողարկում, ընդգծելով Հայաստանի մշակութային ժառանգության ու բնապահպանական օրակարգի կապը։ Նամականիշը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության գաղափարին եւ խորհրդանշում էր Հայաստանի մասնակցությունը գլոբալ բնապահպանական նախաձեռնություններին։ Մատենադարանում տեղի ունեցավ նաև արաբական ձեռագրերի պահպանության եւ ուսումնասիրման նոր բաժնի բացումը։ Մատենադարանը որպես հին ձեռագրերի պահպանման համաշխարհային կարևոր կենտրոն այս քայլով եւս մեկ անգամ հաստատեց իր դերը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գործում։ Գիտեք, գազմի վրա մեդաղը ինչպես կառուցված է մեդաղը։ Հետևաբար նաև որոշում եք ոնց խնամել։ Եվ ոնց խնամենք եւ ամենեն կարևոր որ գիտնանք մեր հին պատմության մեջ ինչ ցևով մեդաղ խառնուրդներ են սարքել եւ օգտագործել են։ Նաեւ գտնանք օրինակ բագած տեղեր կա, շատ եղած է որ օրինակ գդրված տեղեր կա, որ նույն մեդաղին խառնուրդով օգտագործենք այդ լեցնենք այդ մասը վերականգնելու համար։ Միջոցառումը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը։ Այս ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ, ներկայացումներ եւ գործնական սեմինարներ, որոնք ուղղված են մշակութային ժառանգության պահպանության արդիական խնդիրների լուծմանը։
Բաթումում ավարտված ծանամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է 24 մեդալով, կրկին հաստատելով իր տեղը եվրոպական ծանամարտի առաջատարների շարքում։ Տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը, կանանց թիմը երրորդը։ Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը դարձել են Եվրոպայի եռակի չեմպիոն։ 19-ամյա Էմա Պողոսյանը եւս Հայաստան է վերադարձել ոսկե մեդալով։ Նույն օրերին Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները եւս մեդալային արդյունքներ են գրանցել։ Մալխասամյանը դարձել է Եվրոպայի հնգակի չեմպիոն, իսկ հայկական թիմերը Տիրանայից վերադարձել են ընդհանուր 8 մեդալով։ Բաթումում ավարտվեց ծանամարտի Եվրոպայի առաջնությունը, որից Հայաստանի հավաքականը վերադարձավ 24 մեդալով, 9 ոսկի, 8 արծաթ եւ 7 բրոնզ։ 110 կիլոգրամ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, երկամարտում գրանցելով 415 կիլոգրամ արդյունք։ Կերծաներ քաշային կարգում Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, երկամարտում 451 կիլոգրամ արդյունքով։ Կանանց պայքարում 19-ամյա Էմա Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Արծաթե մեդալակիրներ դարձան Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոր Սահակյանը եւ Կարնիկ Չոլաքյանը։ Հայաստանի միակ մեծ բրոնզե մեդալը նվաճեց Մարտին Պողոսյանը։ Տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը, կանանց թիմը երրորդը։ Ֆեդերացիայում արդյունքը բարձր են գնահատում, շեշտելով, որ քաշային կարգերի կրճատման պայմաններում Հայաստանի թիմը պահպանել է մեդալային բարձր նշաձողը, իսկ որակական առումով նույնիսկ առաջընթաց է գրանցել։ Անցած տարի մեր հավաքականը նվաճել էր թվով 27 մեդալ, երկու Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել, քաշային կարգերի փոփոխության առումով ներկայացնում ունենք 16 քաշային կարգ, 8 տղամարդկանց, 8 կանանց։ Այս տարի ընդհանուր հաշվարկով Հայաստանի թիմը ունի 24 մեդալ, որը բարձր արդյունք է, 4 քաշային կարգ կրճատվել է եւ անփոփոխ են մնացել մեդալների առումով եւ որակը բարձրացել է, արդեն ունենք 3 Եվրոպայի չեմպիոն, 2 Եվրոպայի եռակի չեմպիոններ։ Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոյանի գնահատմամբ առաջնությունը հաջող էր։ Տղամարդկանց թիմն ունեցավ 6 հիմնական մեդալ, 2 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե։ Միևնույն ժամանակ մարզիչը շեշտում է, որ բացթողումներ կան, հատկապես պայքարը մինչև վերջ տանելու հարցում։ Օրինակ նկատել եմ տղաները ժամանակից շուտ են բավարարվել, ենթադրենք եթե ապավարագրել են երրորդ տեղ կամ երկրորդ տեղ, առաջի տեղ գնալու համար այն պայքարը չի եղել։ Այդ ձևի մանր բաներ կան, որը պետք է մեր աշխատենք, շտկենք մեր, որպեսզի ել չունենանք այդ ձևի բաներ։ Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը թիմի արդյունքը լավ է համարում, սակայն ընդգծում է, ընդամենը մեկ մոտեցում կարող էր փոխել թիմային հաշվարկի պատկերը։ Կանանց հավաքականը նվաճեց 7 մեդալ եւ թիմային պայքարում դարձավ երրորդը։ Մարզչի խոսքով թիմը նաեւ սերնդափոխության շեմին է։ Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաղթանակը կարևոր է համարում, բայց անկեղծորեն նշում է, ցույց տված կիլոգրամները բավարար չեն աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու համար։ Եթե խոսում ենք արդյունքներից, արդյունքներս քիչ էր։ Հիմա հանգստանում ենք, հետո վերցնում ենք մարզումները, կպատրաստվում ենք արդեն աշխարհարարությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհարարությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար։ Գարիկ Կարապետյանի համար էլ այս Եվրոպայի առաջնությունը գրեթե աշխարհի առաջնության նման բարդ էր։ Նա երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Ֆեդերացիայում նաև նշում են, որ Օլիմպիական խաղերի վարկանշային ճանապարհին մարզիկները պետք է մասնակցեն առնվազն 5 խոշոր միջազգային մրցաշարի, իսկ լավագույն 3 արդյունքներով կձևավորվի վարկանշային պատկերը։ Նույն օրերին Տիրանայում ընթանում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ եւս Հայաստանի հավաքականները մեդալներ նվաճեցին։ Հունահռոմեական ոճի հավաքականը մրցաշարն ավարտեց 5 մեդալով եւ թիմային հաշվարկում գրավեց 4-րդ տեղը։ Մալխա Սամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն, Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալակիր, իսկ Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը եւ Գասպար Տերտերյանը նվաճեցին բրոնզե մեդալներ։ Թիմի մասնակցությունից գոհ կլինեմ, շատ գոհ կլինեմ, գերազանց կասեմ այն ժամանակ, որ թիմային կհաղթի եւ բոլոր քաշային կարգերով մեդալներ կունենա։ Ուրեմն թիմի մասնակցությունը համարում եմ լավ, ոչ թե բավարար, լավ։
Բայց կարելի էր էլի մեդալներ վաստակել, ցավոք սրտի չստացվեց։ Մալխա Սամոյանը ոսկին նվաճեց բարդ պայմաններում, մարզիչը բացահայտեց, որ ըմբիշն առաջնությունից առաջ թոքաբորբով հիվանդ է եղել եւ ամբողջությամբ չէր հասցրել վերականգնվել։ Չնայած դրան, Ամոյանը կրկին պահպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Անձամբ ինքս եմ ինձ վրա զգում, որ ամեն տարի ինչ բարդ է տրվում ինձ այս հաղթանակը, դե միանշանակ բոլորն էլ պատրաստվում են քեզ դեմ, բոլորն էլ ուզում են հաղթել, դու էլ պատրաստվում ես նրանց դեմ, պատասխանատվությունը էլ ավելի մեծանում, դրա համար երևի դրանից է, որ մի փոքր էլ ավելի է բարդանում։ Մտնում են գորգ եւ ուզում են ամեն գնով քեզ հաղթել, եւ դա է պատճառը, որ գնալով էլ ավելի է դժվարանում։ Սուրեն Աղաջանյանը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում դարձավ փոխ-չեմպիոն։ Եզրափակչից նա գոհ չէր, սակայն պարտությունը համարում է լրացուցիչ մոտիվացիա աշխարհի առաջնությունից առաջ։ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց, բայց շեշտեց՝ միշտ գնում են հաղթանակի հետևից։ Այս առաջնությունում նա կարողացավ բացահայտել իր սխալները, որոնք կշտկի աշխարհի առաջնության ժամանակ։ Սլավիկ Գալստյանը եւս բրոնզով վերադարձավ, սակայն նրա նպատակը միայն չեմպիոնությունն է։ Գասպար Տերտերյանի համար մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կարևոր փորձ էր։ Երիտասարդ ըմբիշը բրոնզ նվաճեց եւ հատկապես առանձնացրեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ հաղթանակը։ Մրցակիցներից ինձ թվում է մենակ առաջ գոտեմարտս ինձ հեշտ տրվեց, մնացած բոլոր մրցակիցներն էլ, բոլոր 3 մրցակիցներն էլ ուժեղ էին։ Ադրբեջանցի մրցակցից կառանձնացնեմ, որ պարտվել է, այս անգամ կարողացա հաղթել, դրա համար շատ ուրախ եմ։ Ազատ ոճի իմշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես Տիրանայից վերադարձավ մեդալներով, թիմը նվաճեց 3 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկում գրավեց 3-րդ տեղը։ Մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը եւ Մանվել Խնձրցյանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթինա Գյուրգինյանի խոսքով արդյունքը գոհացնող է, բայց ոչ առավելագույնը։ Օրինակ Արսենի, Վազգենի դեպքում կարելի էր ավելի բարձր մեդալներ գնել։ Ընդհանուր միջև ոսկի։ Երևի կա թերություն, կա աշխատանքի տեղ, որը որ մենք ժամանակ ունենք մինչև աշխարհի առաջնություն երևի այդ տեխնիկական թերությունները շտկելու։ Արսեն Հարությունյանն իր ելույթից դժգոհ է, նա խոստովանում է, չափազանց կենտրոնացած էր կոնկրետ մրցակցի վրա, ինչն էլ խանգարել է ամբողջ մրցաշարը ճիշտ անցկացնելուն։ Ես ամիսներ շարունակ մարզվել եմ մի նպատակ ունենալով, որ այս Եվրոպայի առաջնությանը հաղթեի Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին, որը ամենամեծ սխալներից մեկն էր, որ ես պատրաստվում էի ինչ-որ մեկի դեմ, դրա համար իմ ելույթների ժամանակ ես չէի կարողանում կենտրոնանալ հենց տվյալ ելույթի վրա, ես մտքով արդեն կիսաեզրափակում էի ամեն հնարք անելուց մտքով կիսաեզրափակում ռուս ըմբիշի հետ էի մենամարտում։ Վազգեն Թևանյանը նույնպես համոզված է կարող էր չեմպիոն դառնալ։ Նրա խոսքով մրցավարական որոշումների վրա կենտրոնանալը ճիշտ ճանապարհ չէ։ Պետք է ուժեղ լինել այնքան, որ հավասար գոտեմարտեր չլինեն եւ ոչինչ չմնա մրցավարի որոշման վրա։ Մանվել Խնձրցյանն էլ 2 տարվա դադարից հետո կրկին մեդալներով վերադարձավ Եվրոպայի առաջնությունից, սակայն բրոնզը նրան չի բավարարում։ Այսպիսով Բաթումում եւ Տիրանայում Հայաստանի հավաքականները միաժամանակ գրանցեցին մեդալային կարևոր արդյունքներ։ Հաջորդ կանգառն աշխարհի առաջնություններն են, որտեղ մարզիչներն ու մարզիկները խոստանում են հանդես գալ ավելի լավ մարզավիճակում եւ վերադառնալ նոր նվաճումներով։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։